Պարոն Իսայելյան, դեկտեմբերի 24-ին և 25-ին Բաքվում գտնվող հայ պատանդներին, հայ գերիներին Շնեմփյան գրասենյակի միջնորդությամբ Կարմիր խաչին հնարավորություն ընձեռվեց այցելելու նրանց և տեղյակ ենք, որ ձեր եղբայրը ևս գտնվում է Բաքվի բանտում, կխնդրեմ նշեք, թե դուք ինչ տեղեկություններ ստացաք նրանից այս այցի շրջանակներում։ Ընդհանրապես տենց հստակ տեղեկություններ մենք չունենք այդ դատական process-ի ընթացքում, որ իրան արդեն դատապարտեցին 15 տարի բանով, դրանից հետո մենք ընդհանրապես տենց հստակ մանրամասնորեն տեղեկություններ արդեն չենք ստացել։ Դրա հետ կապված այդ տարբեր միջազգային ներկայացուցիչների կամ կառույցների մասնակցությամբ կամ արդեն որ թույլատրում են արդեն իրեն գնան, հանդիպեն կամ իմանան իրենց իրավիճակը ոնց է, մի քիչ նենց ոգևորիչ բան է մեր մեջ արթնացնում, որ հույսը հավատ, որ իրենց ողջ լինելը, իրենց առողջական իրավիճակը թշնամու կողմից շատ չի լինի, որ ասում է ճնշող բանով, որովհետև նրանց կողմից էլ եթե բաց են թողում ինչ-որ ներկայացուցիչների, նրեմու կա ինչ-որ բաներ, որ ուզում են դրանով էլ ցուցադրեն, որ այդ մարդկանց իրավիճակը այդ ծանր չի կամ դժվար չի, բայց դա բոլորը մեկ է, այն հոգեբանական իրավիճակը թե հարազատների մոտ, թե դեղ գտնվող մեր հարազատներին, բոլորս էլ հասկանալի է հաշվի առնելով վերջի ժամանակները 4 հոգու այդ ազատման, բացթողման ընթացքում մենք տեսնում ենք հարազատների մոտ ինչ երջանկության կամ այդ որ ասում է Աստծո կողմից նվեր է սենց, որովհետև մենք գործ ունենք պատմական թշնամու հետ, մենք գիտենք, որ մեր գերիների նկատմամբ իրենք որպես առանձին վերցրած չի, իրենք ամեն մեկի հայի նկատմամբ են տենց վերաբերվել, կապ չունի թե գերության մեջ են գտնվել, թե ինչ-որ մի ժամանակահատվածում մեր ծանր ժամանակահատվածի մասին եմ խոսում, Արցախում, Արցախի հետ կապված թե պատերազմի ժամանակ, թե բլոկադայի ժամանակ, թե ընդհանրապես պատմական թշնամի թուրք անունով այդ ազգության հետ մենք ոչ մի լավ տրամաբանական կամ լավ մտքեր չի ձևակերպում մեր գլխի մեջ, չկա տես բան։ Իսկ ձեզ մոտ հույս է առաջացնում այն, որ վերջերս ազատարձակված գերիների մեջ է նաև 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիվ Խաչատրյանը, ում կալանքը պետք էր անցներ 5 տարին բանտում, իսկ մյուս 10 տարին խիստ պայմաններում, և մյուսներն էլ ևս էլի դատապարտված էին 15-20 տարվա ազատազրկման։ Սա ձեզ մոտ որևէ հույս առաջացրել է, որ ձեր հարազատը Ռաշիդ Բաբայանը և կվերադառնա իր հայրենիք։ Նայեք, մենք ականատես լինելով Արցախի իրադարձություններից հետո այդ ընթացքում ինչ դավաճանական հանցագործության, համագործակցության պրոցեսներ էր ընթանում, ես միշտ հետևելով, ուսումնասիրելով տեսել եմ, որ սա մի հատ խաղ է, որի մեջ ներգրաված են Հայաստանի ներկայիշխանության ղեկավարությունը և Ադրբեջանի ղեկավարությունը, որովհետև ամեն օր, ամեն մի հատ ժամանակահատվածում իրադարձությունների հետ կապված ինչ բան կատարվում է, մենք տեսնում ենք սրանց միասնական զուգահեռ մոտեցումների կամ արտահայտությունների կամ ձևաչափերի։ Դրա մի մասը խաղաղության անվան տակ, մի մասը խոսքի Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ու գիտեք, ոնց որ ժողովրդին են սրանք առևտրի մաս սարքել, ոնց որ մեր հայրենիքն են իրենք առևտրի ձևաչափով գործնական իրականացրել այդ պրոցեսները, նույն էլ ցավոք սրտի ես տեսնում եմ թե այսօրվա իրավիճակում, թե հետագա պայմաններում գերիների հետ կապված տենց լինի։ Դա ինձ համար ցավալի տեսարան է, որովհետև նույն սրիկայությունը, նույն այդ անմարդկային վերաբերմունքը
իրենց համար կապ չունի հողի նկատմամբ, իրավունքի նկատմամբ մարդկանց, թե գերիության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ։ Ես գիտեմ, որ բոլոր գերիներն էլ ժամանակի ընթացքում բաց են թողելու, հաշվի առնելով Ալիևի այդ շինցու, այդ կեղծ ձեռնարկած իրենց այդ գործունեությունը, իրենք միջազգային հանրության համար են փորձել ցույց տան, որ դա իրոք դատապարտում են, որ ասում է հանցագործ մարդկանց, բեկիչների կամ էս մեկը մյուսը, բայց ժամանակի մենք տեսանք, որ թե ինքը, թե իր շրջապատը իրենցից ավելի դաժան, ավելի որ ասում է սրիկա ահաբեկիչներ չկան, որ դատեն, եթե իրականում հանրության աշխարհում միջազգային մթնոլորտում այդ մարդկային սկզբունքները պահպանվեր, մարդու իրավունքների հետ կապված, հենց առաջին իրենց պիտի դատեին, որովհետև առաջի հանցագործությունը իրենց կողմից է եղել, հարձակվել նա մարդկանց, որ ասում է անմեղ մարդկանց դժուժված մեր այնքան հասարակ Արցախում ապրած ժողովրդի այդ նեղ իրավիճակում հայտնվելու բոլորի պատճառները, հասցեատերը դա պատմական մեր թշնամին է։ Դրա համար ես անդրադառնալով ձեր հարցին կա հույսեր կա, որովհետև ներկա իշխանությունը հիմիկվա մեկ էլ Ալիևը իրենց մեղքերը մեղմացնելու համար փորձելու են նմանատիպ քայլերի գնալու արդարացնելու իրենց, որ ասում եմ, կերպարը, որ ցույց տան, որ տեսնում եք, մենք այդ մարդիկ չէ, մենք փորձում ենք բերենք երկու ժողովրդին խոսքի բարեկամության, խաղաղության դաշտ։ Այդ հիման վրա իրենք թե ստիպված է, թե չուզելով է, թե տարբեր երկրների գերպետությունների խոսքի բանով ստիպողական բանով գնալու են։ Իրենք այդ էությունը, իրենք ինքնուրույն չեն։ Թե այս ներկա իշխանության մեր ներկայացուցիչը, ես տենց եմ ասում էլի, ղեկավարը, թե Ադրբեջանը, իրենք ինքնուրույն չեն, իրենք տարբեր կենտրոններից ղեկավարվում են, որովհետև այդ ընթացքում էլ են ղեկավարվել, ու այդ ընթացքում էլ այդ արդյունքների հիման վրա էլ երկու կողմն էլ դարել են կամակատար, ինչ ասում են, նենց էլ անում են։ Նշեցիք, որ ժամանակի ընթացքում մեր բոլոր գերիները վերադառնալու են Հայաստան։ Հույս ունեք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս կվերադառնա։ Ես գիտեմ, թե այո։ Ես սրանից մի քանի ժամանակ ընթացքում առաջ ես դա ասել եմ։ Հիմիկվա իրավիճակում այդ գործնեության process-ը, որ ընթանում է, խաղաղության անվան տակ, որ բոլորս գիտեք, դա խաղաղություն չի։ Այդ process-ի ընթացքում այդ գործողությունը իրականացվելու է։ Ինչի համար, որովհետև սրանք արդեն, նորից եմ ասում, գնում են իրենց բաները մեղմացնելու համար, խուսափելու համար իրենց պատասխանատվությունը, ու իրանք զուգահեռ նմանատիպ քայլեր անելու են։ Բայց դա նորից եմ ասում, մեր հանրության մեջ, մեր ժողովրդի մեջ, որպեսզի եղբայրս գտնելով գերության մեջ, դա մեծ ուրախության առիթ է, բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ իմ եղբայրս կամ այն մարդիկ, որ գտնվում են այնտեղ, այդ հարազատները կընդհանուր հայ ազգը, հանրությունը, մենք դա էլի տեսնենք ինչ-որ առևտրի մթնոլորտում, ինչ-որ տենց բանի ձևաչափով, որ ասում է, ոչ մեր ժողովրդի, մեր ազգի, մեր ընդհանուր այս իրավիճակում հայտնված այս բաների ձևաչափով։ Ես ցավալի, որովհետև դեղ գտնված մարդիկը դրանք արժանապատիվ մարդիկ են, դրանք պատերազմ են անցել, դրանք իրենց արժանապատվությունը մինչև օրս էլ պահպանել են, դրանք իրենց հայ լինելու, հայ այդ բանը իրականը կերպարը պահպանել են թասիբով, նամուսով, չեն կոտրվել, մինչև վերջ օրս էլ Արցախի հետ կապված խոսքի Արցախը հայկական լինելն է, առաջնային իրենց ազգային սկզբունքներն է։ Ես խոնարհվում եմ նմանատիպ մարդկանց առաջ, ես առաջնորդվում եմ նմանատիպ մարդկանց բանով, որ ասում եմ տեսլականով, դրա համար ժամանակի ընթացքում մենք պիտի ամեն ինչ անենք, որ մինիմալ բանով, որ ասում եմ ձևակերպումով այդ նմանատիպ այդ զգացմունքային բաները չկպնի, որ ասում եմ մարդու մեր անձամբ մեզ կամ էլ ընդհանուր մեր հանրությանը, ես կոչ եմ անում հանրությանը, որ գերիների հետ կապված ամեն մի արտահայտությունը, թեազատված
այդ գերիների, թե դեղ գտնվող շատ զգուշ արտահայտեն ու դիվիդենդներ չհավաքեն, թե քարոզչական բանով է, թե դրանց ազատումը ոչ մեկը սենց գլխավոր դերակատարները ոչ տեղ են նստած, ոչ տեղ են նստած։ Ընդհանուր սա մի հատ դաշտ է, ընդհանուր մի հատ հարցի լուծման բան է, որ բերում են արդեն էտապով, սենց քայլ առ քայլ լուծելով բանանում։ Գերիների հարցի լուծումը, եթե լիներ սկզբնական շրջանում, միանգամից խոսքի, որովհետև այդ գերիության մեջ գտնվող մարդիկ հայտնվել են ներկա իշխանության խոսքի մեղքերով, ներկա իշխանության ոչ ճիշտ որոշումների հիման վրա ու մեղավորությունը, ամենամեծ մեղավորությունը, փայ մեղավորությունը սրանց վզին է։ Նրանք էլ առիթավորվել են ու էլի իրենց սխալ մոտեցումներով, որովհետև դեղ զինադադարի հարց է եղել խոսքի, բոլորը հայտնվել են այդ իրավիճակում գերիության մեջ, բոլորն էլ գիտեն իրենց այդ ղեկավար մասը, որ դա եղել է անորին խոսքի խախտումների հետ կապված, հա, բայց դե հաշվի առնելով, որ մենք այսօրվա իրավիճակում հայտնվեց ինչ իրավունքների մասին է խոսքը գնում կամ ինչ թե միջազգային, թե ընդհանուր սենց մեր երկրում գտնվելու, ապրելու ընթացքում ամեն ինչ տեսնում ենք, որ ոտնահարված է, ով է նայում ինչ իրավունքների կամ էս բոլորը շահա, բոլորը փողի հետ կապված է, կոնկրետ փողի շահի հետ, միտեղ շահա, պետական, միտեղ փողա վաստակելու համար։ Այս պարագայում դավաճանությունն է, հանցագործությունն է, այս պարագայում էլ առիթավորված իրավիճակն է, որ իրանք էլ տենց օգտվում են։ Ստեղ ուրիշ մեկնաբանելու բան չկա ու բոլորն էլ ժամանակի ընթացքում ազատվելու են։ Ուզեն, չուզեն այդ ազատության մեջ, բայց ափսոսում եմ, որ նման մարդիկ չկարողացանք մենք իրենց պահպանել, պաշտպանել, ավելի շուտ բանանել, որ իրենք ազատության մեջ գտնվեն, դա մեզանից չէր կապված։ Ինչ մենք փորձել ենք ահագին գործողություններ դուք եք տեղյակ, թե բողոքի ակցիաները, թե ինչ որ դիմումները, թե ներկայություն, չեն լսել, չեն անդրադարձել, մենք արդեն եկել ենք մի հատ եզրակացության, որ ոչ մեկը դա հաշվի չի առնում։ Ոչ մեկը հաշվի չի առնում, եթե մի պետության մեջ ունես արտաքին ներքին հասկացողություն, թշնամություն, դա շատ դժվար ու շատ դաժան բան է։ Մենք ստեղ Արցախ բառը օգտագործելուց խնդիր ունենք։ Մենք ստեղ արցախցիների իրավունքները պահպանելու համար խնդիր ունենք։ Մենք ստեղ ժողովրդին էլեմենտար են ապահովելու իրենց ապրելակերպը մի կերպ խնդիր ունենք։ Տենց խնդիրները, որ տեսնում ես քո երկրի մեջ, քո ղեկավարության կողմից մատուցած, ստեղ արդեն մենք տեսնում ենք, որ խնդիրը շատ խորքային է, պլանավորած է եղել ամեն ինչ, քայլ առ քայլ բոլոր այդ պլանները իրականացրել են։ Այսօր մենք ականատես ենք, այսօր մենք տեսնում ենք, այսօր իրենք չեն էլ թաքցնում։ Մեզ երեսներին ասում են, մենք Արցախը վաճառել ենք, մենք ձեզ դավաճանել ենք, մենք դավաճանենք, մեզ թուրքել ասեք։ Այդ մարդիկ չեն քաշում, ոչ մի բան, որովհետև անպատիժ է մնացել։ Անպատիժ լինելուց, նորից եմ ասում, նորից կրկնում է դավաճանությունը, անպատիժ լինելուց մարդու նորից շարունակում այդ բանի, որ ասում է անմարդկային բաների, որ ասում է կրկնապատկությունը։ Գալիք ընտրությունների ես նորից եմ ասում, ժողովուրդին ունի իրեն ընտրությունը։ Ինչ կերպարում ես քո որ դու որպես անձ, ամեն մի հայ, ոնց ես քեզ ուզում տեսնես ապագայում, որպես հայ ես ուզում տեսնես, թե ուզում ես ինչ-որ մեկի ծառան լինես, կամ էլ նվաստացած, կամ էլ արժանապատվությունը ոտնահարած, ամեն մեկին ունի այդ հնարավորությունը ընտրելու։ Եթե մենք բոլորս ընտրեցինք շահն ու փողը, մեզ բոլորիս առնելու են, որովհետև փողով, շահով հերթ կայնած թշնամիներ կան, որ պատրաստ են այդ փողներ տալու, պատրաստ են այդ շահի բանը համար ամեն ինչ անելու։ Վերջի ժամանակները Թուրքիայի արտգործնախարարն էր, որ հայտարարություն արեց, որ աջակցելու ենք ներկա իշխանության մասին է խոսքը գրում Հայաստանի Նիկոլ Փաշինյանին։ Ինչի համար պիտի մեր պատմական թշնամին տենց արտահայտություն, որովհետև ձեռ է տալիս, որովհետև համագործակցում է, որովհետև ունի այն մարդը, որ 100-ամյա տարիներ միշման են գալիս մի պետության մեջ, որ մի հատ նմանատիպ մարդ ճարեն, որ հարցի լուծումը այդ ձևաչափով լինի, Էլա կա անում են, դե հիմի մենք դա պիտի համ խոչընդոտենք, համ խանգարենք հանուն հայ արժանապատիվ հայ մնալու համար, ես ուրիշ բան չեմ ասում։
Պարոն Իսայելյան, վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության գործունեությանը անդրադառնանք այս օրերին, ինչ գործունեություն եք ծավալում դուք կազմակերպության շրջանակներում, հանդիպումներ արցախցիների հետ, նաև պլանավորում են, որ մարտի վերջին հանրահավաք իրականացնեն, գուցե դուք եք մասնակցելու։ Նայեք, մեր կողմից խոսքի բոլոր ձեռնարկած գործողությունները կամ մոտեցումները դա առաջնային եղել է թե Արցախում, թե այստեղ ժողովրդի շահերը մեր իրավունքների հետ կապված այդ process-ները ներգրավվածությունը նույնն էլ այստեղ մենք գտնվելով բոլոր նմանատիպ միջոցառումներին մասնակցել ենք ու առանձնապես իմ կոչերով, իմ մասնակցությունով միշտ առաջնակցում եմ եղել ու կարևորացրել եմ դրա հիմքերը, սկզբունքները։ Նույնն էլ 26 թվին ես հենց ուղերձ նոր տարվա վրա, որ ժողովրդին ուղերձով դիմել եմ, ասել եմ, բերեք այս տարին մենք սրբության, համերաշխության, համախմբվածության տարի ձևակերպենք, ու ես գիտեք 3 միջոցառման եմ մասնակցել Կարեն Դեմիրճյանի մարզահամալիրում, ու ես այդ համերգը այնքան չի համերգի տպավորություն տվել, ինչքան հասարակության ժողովրդի կողմից ցանկություն այդ համախմբվածության համերաշխության մթնոլորտ ձևակերպելու, որովհետև այդ պակասությունը մենք վերջի ժամանակները մենք զգում ենք։ Ու այդ համերաշխության այդ բանի մթնոլորտի ձևակերպումը մեր մոտ վերածնվում է ուժ, հավատք, հույս։ Այդ նույն ձևն էլ մեզ պիտի փողոցում պայքարի ձևաչափով լինի։ Մեր բոլոր հարցերի պատասխանները մեկմենակ այդ ձևի համախմբված, այդ ձևի մթնոլորտ ձևակերպած մենք կարանք ստանանք։ Ու մեր գերնպատակն է, թե վերածնվող Արցախը որպես ղեկավար շարժման, թե ընդհանրապես որպես արցախցի, իմ գերնպատակն է արտագաղթը մաքսիմալ խոսքի բանանվել ու որ արցախցիների մեծամասնությունը մենք մնանք Մայր Հայաստանում։ Մենք Մայր Հայաստանի, Արցախը Մայր Հայաստանի զավակն է։ Մեկ էլ այդ զավակի բանն ենք, որ ասում եմ, հետևորդներն ենք, երեխեքն ենք, էլի սենց, հա։ Ստեղ գտնվելով, էս էլ է մեր հողը, էս էլ է մեր մայր հողն է։ Մայր հողում մենք սնվելով մայրական, նորից որ ասում եմ, կաթից, մենք հետ վերադարձը կարողանալու ենք ապահովենք, որովհետև մենք Արցախը դավաճանելով մենք կհավասարվենք այն դավաճաններին, ովքեր մեզ ընդհանուր միասնական դավաճանել են։ Մենք դավաճանել է այս իրավիճակում, մենք դրա հակառակը պիտի ցույց տանք։ Այդ հակասությունները բանը, որ ես ընթացքում տեսնում եմ, թե արցախության, արցախայության մեջ, դա ողջունելի չի հասկանալի, բայց ես իրանց էլ խորհուրդ կտամ։ Տղերք, ժողովուրդ, մեր բոլորիս ցավը Արցախում է։ Մեր բոլորիս ցավը Արցախն է, մի ցավը։ Ցավը չի լինում տարանջատած կամ ինչ-որ մեկինը մեծ, մեկինը փոքր, ընդհանուր ցավի զոհ եք դարել։ Մեկ ընդհանուր մի բանի, որ ասում եմ, իրավիճակի զոհ ենք դարել։ Դրա համար ես նորից եմ խորհուրդ տալիս, այս տարի բերեք ամեն տարաձայնությունը, թե ինչ-որ հակասությունները մի կողմ դնեք, ում կողմից էլ լինում է հայտարարություն կամ ինչ-որ բան, որ բոլորիս է դա շահերը հետ կապվում, կամ բոլորիս իրավունքների հետ կապված է, բոլորս էլ գնանք միասնական շարունակենք։ Դեղ ամեն մեկը ձեր առաջարկներն էլ արեք, ձեր քննադատություններն էլ արեք, ձեր, որ ասում եմ, գործունեություն իրական որպես անձ ունեք հնարավորություն հերոսել լինեք, առաջնորդել լինեք, եղեք, հիմա այդ ժամանակներն է, բայց ոչ խոսքերով, այլ գործով, ի գործ։ Դրա համար ես տեղ որ ասում եմ, մեր կողմից, ոնց որ մենք էլ միշտ եղել ենք, լինելու ենք առաջնային։ Մենք էլ ունենք առաջարկներ, մենք էլ ունենք նախաձեռնություններ, ընթացքում բոլոր առաջարկությունները, նախաձեռնություններն կամ գործողություններն մենք էլ ենք տեսնում դա միասնական դաշտով, որտեղ միասնական դաշտը հնարավորություն է տալիս ավելի մեծ հանրային բանով ձևակերպի ու բոլոր հանրային ձևակերպած թե ճնշման ձևն է, թե բողոքի բանն է, ինքը ունենում է միշտ մեծ էֆեկտ։ Այդ էֆեկտը պիտի կարած ձևակերպես, դրա համար կարևոր է թե նախաձեռնողն է, թե առաջարկողն է գիտակցաբար պատասխանատվություն վերցնի իրեն վրա։
ամենագլխավորը պատասխանատվությունն է, արտահայտել առաջարկել է այդ սուտ բաները։ Եթե դու պատասխանատու ես, ուրեմն դու գիտակցաբար գիտես ինչի համար ես գնում, բայց այն ինչ կապված է սրբության հետ, այն ինչ կապված է ինքնասիրության, արժանապատվության հետ, ես գիտեմ թե էս էլ է այդ հնարավորությունը հենց 26 թվականը ամեն մարդ իր դրսևորի այդ ձևի։ Ես պատրաստ եմ, ես իմ կյանքի նորից եմ ասում, այն ժամանակահատվածը ես ինչքան պիտի ապրեմ, ես դրել եմ բոլորը, որ ասում եմ այդ սեղանին։ Ես ոչ մի բանից վախ չունեմ, ես ոչ մի կորցնելու բան չունեմ, ես ունեմ անելիք։ Ես այդ անելիքն էլ տեսնում եմ ու ես այդ անելիքի արդյունքներն էլ եմ տեսնում ու ես վստահեցնեմ ժողովրդին էլ ազգը որպես հայ մենք հզոր եղել ենք ինչ էլ պատահի մեր շուրջ թե սրած նման դավաճանների հիման վրա մեր ազգը չի կոտրի դա մենք որպես հայ ազգ մեր էությունը կերպարը լրիվ ուրիշ ձևաչափով է մենք ցավոք սրտի գալիս ենք միշտ մի ծայրահեղ իրավիճակում հասնում հետո նորից վերածնվում հետո նորից ջախջախում հետո նորից հաղթում դե դա էլ մեր պատմության էջերն է այդ է ցավրացվում